դեկտեմբեր ամսվա թարմացման մեջ ավելացվել է նաև Save Selection նոր հնարավորությունը, որը թույլ է տալիս ընտրել օբյեկտներ, խմբավորել նրանց և պահպանել այդ selection-ը, ընտրվածքը, որից հետո հեշտությամբ կարելի է վերադառնալ այդ ընտրվածքին, ինչպես խմբագրել, այնպես էլ արագ աշխատել նրա հետ։ Եկեք տեսնենք, թե ինչպես է այն աշխատում։ Եթե օրինակ մենք ունենք այս 4 օբյեկտը և բացենք մեր շերտերը, շերտերի ներքևում դուք կարող եք տեսնել Save Selection նոր մենյուն, որտեղ կա Save Selection, Edit Selection, Update Selection և Selection-ը, որը ներկայացված է որևէ մի անվանմամբ։ Եթե օրինակ մենք ցանկանանք ջնջել այս selection-ը, ապա մենք պետք է ընտրենք այն և այստեղից տանք delete։ Այս նույն մենյուն նաև կարելի է գտնել Selection մենյուում, որտեղ դուք տեսնում եք Save Selection, Edit Selection, Update և այն selection-ը, որը մենք մի քիչ առաջ հեռացրեցինք մենյուից։ Եթե մենք ընտրենք մի քանի օբյեկտ, օրինակ ընտրենք կարմիր և կապույտ օբյեկտները Shift-ով, ապա դրանից հետո մենք այստեղից կարող ենք տալ Save Selection և տանք նրան որևէ մի անուն, ասենք առաջին, և պահպանենք նրան։ Երբ որ մենք աշխատում ենք այժմ selection-ներով, ապա մենք կարող ենք ցանկացած պահին բացենք այս մենյուն և այստեղից ընտրենք մեկ selection։ Դուք կտեսնեք, որ կընտրվեն այս երկու օբյեկտը, ընդ որում այդ երկու օբյեկտը ինչպես կարող են պատկանել տարբեր շերտերին, այնպես էլ նույն շերտին։ Եթե մենք օրինակ այժմ դուպլիկատ անենք այս շերտը և եկեք տեղափոխենք այս մի օբյեկտը այս մյուս շերտի մեջ։ Այժմ անենք հաջորդ selection-ը, ընտրենք այս մի օբյեկտը և ընտրենք մեր կարմիր օբյեկտը։ Դուք տեսնում եք, որ մենք եթե գանք selection, այստեղ կհայտնվի նաև Save Selection, եկեք անենք 2 և պահպանենք այս selection-ը, այս ընտրված։ Երբ որ մենք մենյուից ընտրենք օրինակ 2-ը, դուք կտեսնեք, որ կընտրվեն այս երկու օբյեկտը։ Բացի դրանից, մենք կարող ենք նաև փոփոխել մեր selection-ը, այսինքն փոփոխենք նրա պատկանող օբյեկտները հեռացնելով կամ ավելացնելով։ Եթե մենք այժմ ունենք այս selection-ը, ընտրենք և ընտրենք 2-ը, դուք տեսնում եք, որ ընտրված են այս երկու օբյեկտը, ապա մենք սեղմելով այս օբյեկտի վրա Shift-ով կարող ենք բացել մեր selection մենյուն և այստեղից անենք Update Selection։ Եթե մենք այժմ նորից բացենք և ընտրենք մենք երկրորդ selection-ը, դուք կտեսնեք, որ կընտրվի միայն այս կարմիր ուղղանկյունը։ Եթե մենք այժմ սեղմենք օրինակ Shift-ով կանաչ օբյեկտի վրա և մեր կապույտ օբյեկտի վրա, բացենք մեր selection-ը, նորից անենք Update, սեղմենք դուս հեռացնենք մեր selection-ը և այժմ նորից ընտրենք երկրորդը, դուք կտեսնեք, որ կընտրվեն այս 3 օբյեկտները։ Նաև մենք կարող ենք, երբ որ մենք աշխատում ենք selection-ներով, եթե մենք օրինակ աջ կլիկ անենք մեր selection-ի վրա, եկեք ընտրենք 2-ը և այստեղ բացենք contextual menu, դուք կտեսնեք, որ այստեղ մենք ունենք Export Selection, որը արագորեն թույլ կտա export անել այդ selection-ը։ Նաև ավելացնենք, որ export պատահանում այժմ երբ որ մենք տալիս ենք պրոֆիլները, այստեղ մենք կարող ենք կամ ավտոմատ միացնել այս մի հրամանը, որը ավելացնում է ամեն մի artboard-ին մեկ նշան, կամ կարող ենք անել null, կամ կարող ենք տալ custom և այստեղ ավելացնենք որևէ prefix, որից հետո export անենք։ Այս Save Selection-ը շատ լավ հնարավորություն է արագ աշխատել այն օբյեկտների հետ, որոնք մենք ցանկանում ենք և հարկավոր չէ ամեն անգամ նորից անել այդ selection-ը։